կամ ապրում ենք, կամ սննկանում։ Երրորդ հարցն է։ Ուրեմն պատրաստվեք, որ պայքարը լինելու է երևումա ավելի բարդ, քան մենք ենք մտածում, որտեղ այս մարդիկ ցանկություն չունեն։ Նրանք մեզ հերոստատեսությամբ հայտարարեցին պատերազմ, նահանջ, պատերազմական բառերով, հետ նահանջ չկա, ոչ մի քայլ հետ, նրանք մեզ ընդունում են ոչ թե հարկատու, այլ որպես թշնամի։ Մի հսկայական մասայի դարձնի գործազուրկ, չի կարելի։ Դա իսկի չգիտեմ, թշնամին չի անում։ Սա ես չեմ մտածում, որ միտումնավոր է, սա երևի չեն հասկացել ինչ են անում, ես չգիտեմ, եթե ես մտածեմ սա միտումնավոր է, ես արդեն, ուրեմն ես ոչինչ չեմ հասկանում։ Ժողովուրդ ջան, ուրեմն մենք պետք է առաջի քայլը պահանջենք կասեցում, հետո տեսնենք ինչով է, հին օրենք է, չի բավարարում, ում չի բավարարում, որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը, փորձենք շտկել, ընեն շտկել, որ այս շտկումից հետո մարդիկ չելնեն ընեն փողոցները։ Կասեցում, 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 կասեցում։ Նոյեմբերի 1-ից մինչև այսօր վիճակն ավելի ավատացել։ Չկատարեք դու գայցեք։ Ինչքան ասում որ անհիմն է գալու։ Թող հանգիստ թողեմ ես։ Մենք ենք դեռ կառավարությունը։ Ուստի ես դիմում եմ, խնդրում եմ հանրապետության նախագահին, իմ ընտրյալին։ Կնունի տոնավաճարի յուրաքանչյուր անձնավորություն եկել է մասնակցությունը ցուցաբերելու իր խոհեմությունը ցուցաբերելու որպեսզի ոնց որ ասում են ջուրը կանոնի կերանգը կոտրվի։ Այս օրենքը ազգանապաստ օրենք չէ, այս օրենքը մեզ ծաղկելու պրոգրեսիա առաջընթաց ապահովող օրենք չէ, դա ոնց որ մարդկանց հոնաշարը կոտրող օրենք է։ Դիպոր ժողովուրդ մնացի ես հողակտորի վրա, որ հայտ պետք է մնանք, ուրեմն տապով, նամուսով, հասանովներ ընտանիքների տեր կանգնենք, մեր հացը հանապազորյա, պարզերիս են պարշակակ աշխատենք, մեր ընտանիքների առաջ պարզ լինենք, որպես տան տղամարդ, որպես տեսի տնամարդ, եթե մեզ այդ հնարություն չտան մեր հացը հանապազորյա վաստակելու, հետը բոլոր դուսակալի ոնց որ այս իշխանավորները մեզ թշնամի լինենք։ 90% կանանցից զինվորներ ունեն բանակում, աշխատում են, գոյատեղում են, բանակ են պահում, ինչի մասին է խոսքը, ինչի մենք պետք է գործադու լինենք և պետք է կանգնենք այս շենքի դիմաց, ինչ ենք խնդրում և ումից ինչ ենք խնդրում, 500 տարի մեր գորհ ճակատին բռնության դաշան կնինքն ենք գրել, 500 տարի մեր սուրբ տաճարին բռնակալները փորձել են տիրել, նրանք խանդել են բանքերը մեր կուր, ու մեր վերթերը անտերում կորած, հայ ժողովրդին գցել դռնեդուր, Ժամը միջև մեկած կես, մեզ պատասխան տվեցին, եթե չէ, բոլորս մայթերով, իրար թեքով մտած գնում են նախագահի նստատեղ նախագահի մեկ անձ ենք, մեկ ընտանիք, մեկ ազգ, և մեկ պետություն, ընդամենը 20 րոպեից կլինեն Երևանում։
բազմաթիվ սեփական մեքենաներով, որպեսզի հնարավոր խոչընդոտները կարողանան շրջանցել։ Պետք է ասեմ, որ մեր ոգին անկոտրում է, մեր պահանջը հստակ և մեր տրամադրվածությունը վճռական։